թեմաս վերաբերվում է էթնոժողովրդագրական գործընթացներին, որոնք տեղի են ունեցել Գարդմանք գավառը ընդգրկող ռուսական կայսրության վարչական բաժանմամբ Գանձակի գավառը, իսկ հետագայում արդեն խորհրդային միության ադրբեջանական ԽՍՀ վարչական բաժանման գտնվող ուրեմն այն շրջանները, որոնք ընդգրկվել էին նախկին Գանձակի գավառի մեջ։ Սա 1921 թվականի ուրեմն բնակչության խտությունն է 16.7 մարդ Գանձակի գավառում 1 քառակուսի կիլոմետրի վրա եւ Շամքորի գավառի բնակչության խտությունը 16.4 մարդ, ընտանիքների միջին կազմն է ցույց տալիս, հաջորդը Սա թվականակներն են արդեն եւ հայկական ուրեմն մեծաքանակ գյուղերը։ Նույն 1921 թվականի տվյալներով ասեմ նաեւ, որ այստեղ աճել էր նաեւ թուրքական բնակչության թիվը, թաթարների թիվը, օրինակ ասենք Գետաբեկի տարածաշրջանի, որը մտնում էր Գանձակի գավառի 5-րդ ոստիկանական տեղամասի մեջ 1914 թվականին նշված էր մոտ 10,000 թաթար, կավկասկի տատար է, իսկ արդեն 1921 թվականին թիվը հասել էր 17,000-ի, այսինքն մոտ 58.6%-ով աճ են գրացել, սա արհեստական աճի շնորհիվ է։ Ասեմ նաև, որ ռուս բնակչության թիվն էր այստեղ բավականին նվազել, եթե 1917 թվականին մոտ 10,000-ի չափ ռուս կար Գանձակի գավառում, օրինակ, բայց նույն Գետաբեկի տեղամասի 5-րդ տեղամասում Սլավյանկա եւ Սարատովկա գյուղական հասարակություններում արդեն թաթարների թիվը բարձրացել հասել է մինչեւ 2700-ի եւ հետագայում արդեն այդ գյուղերը 1960-ական թվականներին Սլավյանկան եւ 1980-ական թվականին Նովոսարատովկան արդեն դատարկվել են եւ լիովին բնակեցվել էին ադրբեջանցիներով։ Նաեւ եթե այսօր վերցնեք ռուս բնակչության թիվը Ադրբեջանում, ապա կտեսնեք, որ ոչ Գետաբեկի շրջանում, ոչ Խանլարի շրջանում, ոչ էլ Շամքորի շրջանում որևէ ռուսական բնակավայր չի հիշատակվում։ Հիշատակվում է Իսմայելի, Բաքու, Սումգայիթ եւ քաղաքները։ Այսինքն սա ցույց է տալիս, որ ռուս բնակչությունը հայ բնակչության հետ միասին անընդհատ նվազում է ապրել։ Ուրեմն տեսնում եք նաեւ Ղազախի գավառի բնակչության թիվը 3632, որը 1926 թվականին ցույց տալիս ու ասեմ, որ Զևգամի հովտում հայ բնակչությունը բավականին ներկայացված էր, բայց ցավոք սրտի հետագայում արդեն 1930-ական 40-ական թվականներին այդ թվերը սկսեցին նվազել։ Ասեմ, որ ընդհանուր նախկին Գանձակի գավառի տարածքում 1921-ից մինչև 1959 թվականը հայ բնակչությունը աճելու միտում ուներ։ 59-ից սկսեց նվազումը։ Ուրեմն այստեղ կարող ենք մենք նշել ուրեմն երկու պատճառ, մեկը ուրեմն գաղթն է, արտագաղթն է, մյուսը ադրբեջանական ԽՍՀ-ում տարվող հակահայ քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է բնակչության նվազեցումը։ Այս երկրորդը շատ ավելի հավանական է, որտեղ ինչպես նշեցի, այդ ժամանակ միջին ընտանիքի թիվը հայկական, բացի լղիմից, ես ինչ որ խոսում եմ առանց լղիմի, խորհրդային միության ժամանակաշրջանում 4.2 մարդ էր։ Միջին ընտանիքի թիվը հայկական Գանձակում եւ այսինքն Գարդմանում եւ բնականաբար արտագաղթը չէր կարող այդքան բնական աճի շնորհիվ կարողանում էին վերականգնել, բայց երբ որ քաղաքականություն է վարում եւ նվազեցվում է, սա արդեն իսկ լուրջ ուրեմն խնդիր է, որովհետեւ եթե նայում ենք Բաքվում հրատարակված ադրբեջանական ԽՍՀ մարդահամարի տվյալները եւ թե ինչ կա Մոսկվայում, առնվազն օրինակ նույն Գանձակ քաղաքի, Կիրովաբադ քաղաքի տվյալներով, 1979 թվականի տվյալներով 40,570-ը գրվում, Մոսկվայում հրատարակվում է 43,800 մարդ։ Այսինքն առնվազն 3000-ի չափով թիվը նվազեցված է նույն Գանձակ քաղաքի հայ բնակչության։ Էլ չեմ ասում, որ 1940-ական թվականին մոտ, եթե 1917 թվականի տվյալներով մոտ 3000 գերմանացի կար, 3086, ապա 1930 թվականին արդեն ընդամենը մի քանի գերմանացի էր գրված, ասենք օրինակ նույն Գանձակ քաղաքում 3 գերմանացի են նշված, եւ ամբողջը թողել, այնինչ Գետաբեկում մի ամբողջական թաղամաս կար, Աննեֆելդը եւ Վիլենդորֆը իսկական գերմանական գաղութներ կար։ 1921 թվականի մարտահամարի տվյալներով Զագենտալի կալվածք
անուն է նշում, որտեղ նշվում էր մոտ 40 գերմանացի։ Այդ ամենը արդեն 1939 թվականի մարտահամարի ցուցակներում չկային։ Ուզում եմ ասել, որ ոչ միայն հայ բնակչություններ գաղթում, այլ նաև գաղթում էին այլազգիները, եւ տեղը կամաց արդեն բնականաբար բերում էին ադրբեջանցիներ բնակեցնում եւ այդպես փոխում էին ամբողջ կազմը։ Եթե վերցնում ենք 1988 թվականի տվյալները, ապա ամբողջ հայկական գանձակի տարածքում գանձակ քաղաքի հետ միասին կար 83.400 մարդ, իսկ 1989 թվականին արդեն ուրեմն նշված չէ խորհրդային մարտահամարի տվյալները, ցավոք սրտի այլ բան են հուշում։ Շնորհակալություն։